Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, եթերում Գալենուս Ավելվազն է, տաղավարում այսօր հյուրընկալել ենք էթնոժողովուրդ աշխարհագրագետ Արտաշես Բոյաջյանին։ Բարև ձեզ, պարոն Բոյաջյան։ Բարև ձեզ։ Այսօր մեր խոսակցության թեման այսպես մի հետաքրքիր խնդիր է, որը առնչվում է նաև ընտրություններին, խոսքը վերաբերում է բնակչության թվաքանակին։ Հայաստանի Հանրապետության, օրինակ վերջի շրջանում մամուլում տարբեր քաղաքական գործիչներ նշում են, որ մոտավորապես իշխանությունը իր ռեսուրսում ունի 500,000 ձայն, որոնք կարող է օգտագործվել, ասենք, ընտրությունների ժամանակ ընտրությունների արդյունքների վրա ազդելու համար, բնականաբար իշխանությունների օգտին։ Թիվը բավականին մեծ է, հաշվի առնելով այն հանգամանքը, երբ ասենք 800,000-ով հնարավոր է Հայաստանի Հանրապետության նախագահ դառնալ, մի քիչ կոն ինձ համար այսպես անհավատալի է թվում։ Դուք որպես մասնագետ կարծում եք, որ նման թիվ կարող է գոյություն ունենալ մարդկանց, որոնք ասենք, որոնց կարելի է օգտագործել։ Նախ շնորհակալություն հրավերքի համար։ Հարցը շատ տեղին է եւ արդիական է այն առումով, որ հաջորդ տարի արդեն ազգային ժողովի ընտրություններ կարող են տեղի ունենալ եւ հարցի իմաստը, այսինքն ֆիքսված է ընտրողների թիվը, ընտրությունների մասնակցածների թիվը եւ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ներկայացրած ընտրությունների մասնակցած թիվը իրար հետ համապատասխանում է, թե ոչ։ Սա բավականին բարդ հարց է եւ կարիք ունի հետազոտման եւ ուսումնասիրության։ Այն ինչ որ ասում են, բոլորը վարկածներ են, որոնք ինչ որտեղ օբյեկտիվ ճշմարիտ հիմքեր ունեն այդ 500,000 թվի հետ կապված։ Վերահասկել հնարավոր է։ Դա վերահասկել հնարավոր չի եւ ստուգել էլ հնարավոր չի, որովհետեւ օրենսդրորեն չկա այն օրենքը, որով կարելի լինել ճշտել, թե ընտրություններին իրոք այդքան մարդ մասնակցել են, թե ոչ, որովհետեւ ընտրությունները այնքան բարդ process են ու բարդ մեխանիզմ են, որ կարող է ընտրատեղամասում ներկայացվի մի թիվ, իսկ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացնի մեկ ուրիշ թիվ։ Անընդհատ այդ ընտրական process-ը կատարելագործվում է։ Եվ եթե վերցնենք 95 թվականից ինչքան ընտրություններ են մասնակցել ազգաբնակչության թիվը եւ 2013 թիվ, ինչ որտեղ մենք ստանում ենք այսպես 2008 թիվ, ստանում ենք պարադոքս մի վիճակ, այսինքն 95 թվականը, դա բնական է, 90-ական թվականներից մինչև հիմա ակտիվ աշխատունակ տարիքի, այսինքն ընտրվելու եւ ընտրելու իրավունք ունեցող բնակչության թիվը մեր հանրապետությունում անընդհատ պակասել է։ Բայց մյուս կողմից Բայց բնակչության թիվը աճում է ըստ ոչ, բնակչության թիվը նվազում է։ Բնականաբար նվազում է նաեւ ընտրողների թիվը։ Բայց դրան զուգընթաց ամեն մի ընտրության ժամանակ, հատկապես ընտրությունների մասնակցողների ցուցանիշը շատ բարձր է նախագահական ընտրությունների ժամանակ։ Եթե ազգային ժողովի ընտրությունների ժամանակ ընտրություններին մասնակիցների թիվը քիչ է, ապա նախագահական ընտրությունների մասնակցողների թիվը բավականին շատ է։ 1998 թվականին կարծեմ 1,100,000 էր, 2008 թվականին այդ ցուցանիշը բարձրացավ, հասավ մինչև 1,400,000, այն դեպքում, երբ որ հեղինակավոր մասնագետները, թե արտասահմանյան երկրների փորձագետները, թե մեր Հայաստանի Հանրապետության փորձագետները նշում են, որ Հայաստանի բնակչության, արգա բնակչության թիվը հիմա 2,5-2,7 միլիոն է, ոչ ավել։ Եվ դեռ մինչև հիմա ինչ տվյալների վրա հիմնվելով։ Դրանք հիմնականում տարբեր ցուցանիշներ են հաշվի առնում։ Հաշվի են առնում ծնելիության գործակիցը, մահացության գործակիցը, հաշվի են առնում արտագաղթը, ներգաղթը, տարիքային կառուցվածքը։ Այս բոլորը կան հատուկ ժողովրդագրական բանաձևեր, որոնցով կարելի է մոտավոր բնակչության թիվը ստանալ։ Այսինքն 2,700,000-ի դեպքում 1,400,000 ընտրող ունենալը նորմալ է, թե աննորմալ։ Դա ոնց որ ասենք ընտրություններին մասնակցել է ընտրողների թվի 70-80%-ից ավելի։ Աշխարհի ոչ մի պետությունում նման ցուցանիշ չկա, դա կարող է լինել միայն կոմունիստական կամ ավտորիտար տիպի երկրներում, երբ որ համախմբված մի համուռ առաջնորդի հրահանգով շարք են կանգնում եւ գնում են քվեարկելու մեծ առաջնորդին, որը այլընտրանք չունի։ Այդ տիպի երկրներում հնարավոր է, բայց
եթե երկիրը ընդունել է ժողովրդավարության ուղի, լավագույն դեպքում ընտրություններին կարող է մասնակցել ընտրողների թվի 50%-ից մի քիչ ավելի, ոչ ավելի, այդպես։ Բարձր։ Հիմա այդ այսպես մերեալ հոգիներ կամ չգիտեմ, այն ձայները, որոնք կան, սակայն ըստ էության կրողներ չունեն, այդ ձայները հնարավոր է օգտագործել։ Իհարկե։ Եվ որևէ վերահսկման մեխանիզմ գոյություն չունի։ Ոչ։ Լավ, այդ դեպքում մարտահամարը ինչ նպատակի է ծառայում եւ արդյոք մարտահամարի արդյունքները հնարավոր է ազդեն, ասենք, ընտրակեղծիքներ կանխելու համար։ Հիմք ստեղծել։ Նախադրյալներ ստեղծել։ Կանխելու ուղղակի։ Եթե հարապարակում ես թիվը, բնականաբար արդեն այո, եթե իհարկե պետք է ճշգրիտ թիվը ներկայացնեն մարտահամարի, բնականաբար դա կարող է ինչ-որ կանխարգելիչ նշանակություն ունի։ Եթե պետք է ներկայացնեն այն թիվը, որը որ ընտրություններին են ներկայացնում մասնակիցների թվով, բնականաբար չէ լինի, որովհետև ամեն դեպքում կաշխատեն, որ այժմ ինձ այդպես է թվում, իմ կարծիքն է սա, որ մարտահամարի բնակչության թիվը կներկայացվի այնքան, որքան որ եղել է 2001 թվականին, մի քիչ ավել կամ մի քիչ պակաս, բայց իրական թիվը նորից չի ներկայացվի։ Բնականաբար սրանից հետևելով էլ պետք է ընտրություններին մասնակցեն այնքան մարդ, ինչքան որ մասնակցել են 2008 թվականին։ Այսինքն մարտահամարը կազմում են ըստ արդյունքները, կազմում են ըստ ընտրությունների տրամաբանության։ Ոչ միայն ես ասեմ մարտահամարը դա շատ պետության անկախ պետությունների կոնկրետ այս դեպքի մասին մեր դեպքի մասին մարտահամարը կապել զուտ ընտրությունների համար ճիշտ չէ այդ առումով բարձր մարտահամարը շատ կարևոր է ինչի համար նպատակները մարտահամարի անցկացման նպատակը ո՞րն է որ երկիրը ունի ծրագրային զարգացում սոցիալական, տնտեսական, ժողովրդագրական քաղաքականություն է իրականացնում եւ նպատակներին հասնելու համար պետք է միջոցառումներ անցկացնեն եւ եղած ռեսուրսները, միջոցները արդյունավետ օգտագործեն։ Դրա բաղկացուցիչ մասերից մեկն էլ մարտահամարի անցկացումն է։ Ամենակարևորը նաեւ խնդիրներից մեկն է մարտահամարի բարձր հարկատուների թիվը։ Օրինակ մողոլ թաթարների արշավանքների ժամանակ, երբ որ նրանք մարտահամար են անցկացնում բնակչության հաշվառում։ Իրանց միակ նպատակը ավելի շատ հետաքրքրում էր, թե հարկատուների թիվը ինչքան է։ Այսինքն ինչպես է հաշվառում հարկատուների թիվը, այն մտավախությունն է, որ բնակչությունը ուներ, եթե ես ասենք նման տվյալ եմ գրանցում, որ աշխատում եմ, սակայն հարկայինից թաքնվելով, այդ դեպքում պարզվում է։ Հարկայինը կարող է գա բացահայտել, ասել ստատիստիկ տվյալները, վիճակագրական տվյալները հնարավորություն են տալիս բարձելու երկրում հարկատուների թիվը։ Ավելի ճշգրիտ։ Արզկանունը հնարավոր չի, որովհետև մարտահամարի անձնական տվյալները այո, ապահովում է, բայց ընդհանուր թիվ, ասենք 800,000 է, 1,5 միլիոն է հարկատուների թիվ, ընդհանուր թիվ, հա, այդպես վիճակագրական դա հնարավոր է։ Լավ, բացի այդ ինչի է ծառայում Մարտահամարը, որ ոչ ոք գրեթե չի հավատում հրապարակված արդյունքների մարտահամարի։ Այդպես եղավ 2001 թվականին, վերջին մարտահամարը, եթե չեմ սխալվում, երբ հրապարակեցին, գրեթե ոչ ոք չհավատաց, որ այդ թվերը համապատասխանում են իրականությանը, հիմա էլ չեն հավատում եւ անընդհատ նշում են, որ պետք է կեղծել։ Ինչին է պետք մարտահամար կեղծել, արդյունքները կեղծել։ Ուրեմն դա մեկը ասացինք, դա նախադրյալներ է ստեղծում ինչ որտեղ ընտրությունների մասին հասկանալի։ Երկրորդը Հայաստանը մասնակցում է ընդհանուր միջազգային կազմակերպությունների անդամ է եւ ֆինանսավորվում է նաեւ միջազգային կազմակերպությունների կողմից։ Ունի որոշակի շուկա, ինչքան բնակչության թիվը շատ է, այնքան շուկայի ընդարձակումը ներդրումները, կապիտալ ներդրումների ծավալը, որովհետև ներդրող առաջի հերթին հետաքրքրվում է թե տվյալ երկրում սպառման շուկայի կառուցվածքը ինչպիսին է, ծավալը ինչպիսին է։ Երկրորդը կա միջազգային դրամաշնորհներ, կամ դրվող վարկեր, որտեղ անպայման հաշվի է առնվում տվյալ երկրի բնակչության թիվը։ Բնականաբար, եթե իրական բնակչության թիվը ներկայացվի Հայաստանի Հանրապետության, իրավիճակը լրիվ այլ կլինի, թե միջազգային քաղաքականության մեջ դերի ու նշանակության առումով
եւ թե ակնկալվող ֆինանսական ներդրումների արտահանման ներմուծման ծավալների առումով։ Այսինքն արդյունքները կեղծելով մենք սպասարկում ենք ազգային անվտանգության շահը, այսպես մի պարադոքսալ ինչ որտեղ տեսեք 1979 թվականին ուրեմն պաշտոնական տվյալներով լենինական քաղաքի բնակչության թիվը տրվում էր, որ քաղաքը ունի 196,000 բնակիչ 79 թվականին, որ մարտահամարը անցկացվեց, միանգամից մեկ տարվա ընթացքում քաղաքի բնակչության թիվը 10,000-ով ավելացավ, դարձավ 206,000։ Սա մարտահամարի տվյալն է։ Այսինքն հնարավոր չէր մեկ տարվա ընթացքում 10,000-ով բնակչության թիվը ավելանար, որտեղ ծնվածների, մահացածների տարբերությունը եւ ներգաղթածների, արտագաղթածների տարբերությունը այդքան մեծ ցուցանիշ չէր տալիս։ Կամ այստեղ ընթացիկ հաշվառումներ սխալ արվել, իսկ այն ժամանակ դա շատ քիչ հավանական էր։ Ուղղակի այստեղ անելու նպատակը ինչու՞մն էր կայանում։ Կա շատ ցույց տալու բնակչության թիվը, որպեսզի քաղաքը բաժանվեր երկու շրջանների՝ Շիրակի եւ Մոսկովյան շրջանների։ Ինչը դա քաղաքի կառավարումը դարձնում էր ավելի արդյունավետ եւ քաղաքի զարգացման համար լայն հեռանկարներ էին բացվում ֆինանսավորման առումով։ Այսինքն ինչ որտեղ բնակչության թիվը արհեստականորեն գուցե եւ բարձր ցույց տալով ապահովում են քաղաքի տնտեսության զարգացումը։ Պարզ է։ Հիմա այս մարտահամարի տվյալները հնարավոր է հրապարակվեն այսքան շուտ, հաշվի առնելով, ասենք, ընտրությունների նախաշեմինենք եւ զուտ այն հետաքրքրությունը, որ կա, որովհետեւ շատ են խոսում արած վերջի շրջանի արտագաղթը էականորեն նվազեցրել է հանրապետության բնակչության թվը։ Ամբողջական ցուցանիշները մարտահամարի ինձ թվում է ոչ թե թվում է հատկապես ասել են հայտարարել են, որ 2013 թվականին պիտի հրատարակվի, ինչու, որովհետեւ 2001 թվականին մարտահամարը անցկացվեց, բայց նրա արդյունքները հրատարակվեցին 2003 թվականին, որովհետև դա մշակման փուլ պիտի անցնի, այնտեղ 30-ից ավել հարցեր կան եւ այլն։ Այսինքն կան թվային տվյալներ, որ կարող են շուտ ներկայացվել նախնական, ասենք բնակչության թիվը, տարիքային կազմը, ազգային կազմը, այսինքն կան այդպիսի ցուցանիշներ, որոնք կարող են նախնական հասել, բայց կրթական մակարդակը, այն թվերը, որոնք զբաղվածությանն են վերաբերում, տարիքին են վերաբերում, այդ դրանք ավելի ուշ կհրատարակվեն։ Այսինքն նախնական կարելի է գոնե նախնական կարող են ասել, այո, բնակչության ընդհանուր թիվը, կանայք, տղամարդիկ, այդ առումով սեռային կազմի առումով, արկա բնակչության թիվը, մշտական բնակչության թիվը, որովհետև արկա եւ մշտական բնակչության թվի միջև մեծ տարբերություն կա։ 2001 թվականի մարտահամարի տվյալներով տեսեք, Գյումրի քաղաքի մշտական բնակչության թիվը 150,000 էր, արկա բնակչության թիվը 140,000 էր, 10,000-ի տարբերություն էր տալիս։ Հիմա ըստ ձեր կանխատեսման, ասենք ոչ մարտահամարի տվյալների վրա հիմնվելով, նույն Գյումրու բնակչության թիվը պակասել է թե ավելացել է։ Շատ է պակասել։ Ինչով պայմանավորված, օրինակ ասենք դա վերցնում ենք առաջինը դպրոցական աշակերտների թիվը։ Սա հստակ ցուցանիշ է։ Հստակ ցուցանիշ է, վերջին տվյալներով 17,000 է աշակերտների թիվը։ Սրանից մի 10 տարի առաջ այդ ցուցանիշը 29,000 էր, այսինքն 12,000-ով պակասել է դպրոցական աշակերտների թիվը։ Այս վերջերս, պակասել է նաև շեշտագի կենսաթոշակառուների թիվը, ես հեռուստատեսությամբ լսեցի, որ այժմ կենսաթոշակառուների թիվը 450,000, իսկ դրանից մի 10-15 տարի առաջ 540,000 էր, այսինքն նվազել է նաև կենսաթոշակառուների թիվը։ Բացի դրանից արտագաղթողների հիմնական զանգվածը դրանք ակտիվ աշխատունակ, այսինքն 25-ից 49 տարեկաններն են, մասնավորապես տղամարդիկ են։ Հետո եթե սկզբնական շրջանում միայն ընտանիքի արական սեռն էր արտագաղթում, տարիների ընթացքում ինքը հիմնվելով արտասահմանյան երկրում արդեն բնակարան է ձեռք բերում, հաստատուն աշխատանք ունի, կազմավորվել է արդեն նախադրյալները հիմքը ստեղծել է, արդեն իր ընտանիքի անդամներին է կանչում։ Սկզբնական շրջանում բնական է կնոջը, երեխաներին, հետո եղբորը, հետո հարազատներին, բարեկամներին։ Դա ինֆորմացիայի առումով, այսինքն այն ինչ որ պաշտոնական տվյալներն են ասում, չէ՞ որ 100,000 է տարբերությունը եկածների եւ մեկնածների։
Դա 2011 թվականին։ Այո, 2010 միայն դա մեկ տարվա կտրվածքով։ Սա Հայաստանի բնակչությունը հաշվի առնելով տարածքը մեծ թիվ է, թե այդքան էլ չի սպառնում, ենթադրենք մեր ազգային անվտանգությանը։ Շատ մեծ թիվ է, ահավոր մեծ թիվ է։ Թեկուզ 1000 հոգի էլ Գյումրի քաղաքից պակասի, դա Գյումրի քաղաքի նշանակում է 1000 հարգատվի է պակասում, ծնված երեխաների թիվն է պակասում, քաղաքի զարգացման հեռանկարներն են ավելի անորոշ դառնում, այսինքն ես ցես կարող եմ մի թիվ բերել, որ ասենք հիմա Հայաստանի բնակչության թիվը 60 տարվա ընթացքում ավելացել է 5 անգամ, այսինքն 800,000-ից հասել է 3.5 միլիոն։ Դա 60 տարիների ընթացքում։ Հիմա 20 տարվա ընթացքում մեր հանրապետության բնակչության իրական թիվը, չեմ ասում բացարձակ թվերով, իրական թիվը պակասել է 2 միլիոնից ավել։ Այսինքն դրանից լավ ցուցանիշել որը կարող է լինել, շատ է քիչ, այսինքն հանրապետության բնակչության կեսը այսօր հանրապետությունում չի։ Այստեղ հիմնականը արտագաղթն է, թե ծնելիություն, մահացություն հարաբերակցության փոփոխությունը։ Եվ նա ծնելիության հարաբերակցությունը 80-ական թվականներին, 87 թվականին մեր հանրապետությունում ծնվել է 80,000-ից ոչ պակաս։ Որ թվականին 87 թվականին։ Այդ որ ասում են լճացման, հա, ստագնացիայի եւ բարձր, չէ, ոնց են հիմա վերաբերվում այդ ժամանակաշրջանին, նույնիսկ Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանավարման տարիներին ծնունդների թիվը 2 անգամ ավելի բարձր եղել, քան հիմա։ Իսկ հիմա ինչքան է կազմում մոտավոր։ Հիմա 35-ից 40,000 ոչ ավել։ Կրկնակին պակասել է, այո։ Իսկ օրինակ մեր մարզի առումով կա արդյոք խնդիր, որ հեռանում են ոչ թե մարզից, այլ ոչ թե հանրապետությունից, այլ մարզից։ Այսինքն ներպետական միգրացիա Հայաստանում առկա է, թե ոչ։ Իհարկե, շնորհակալություն հարցի համար, եւ դա նորից էլ է այդտեղ խոսենք թվերի լեզվով։ Եթե վերցնենք 1987 թվականին Շիրակի մարզի բնակչության թիվը 360,000 էր, որից քաղաքային բնակչության թիվը շուրջ 260,000, ուրբանիզացման մակարդակը շատ բարձր է, 76%։ Բնակչության թվով Շիրակի մարզը զիջում էր միայն Երևան քաղաքին։ Շատ էր եւ Լոռու մարզից, եւ Արմավիրի, եւ Կոտայքի։ Եթե վերցնենք ենք այսօրվա ցուցանիշները արդեն մեր մարզի եւ հանրապետության մարզերի, տեսնում ենք, որ ուրեմն Երևան քաղաքը եւ նրա հարակից մարզերը, Կոտայքի մարզը, Արարատի մարզը, Արմավիրի մարզ, բնակչության թիվը ավելանում է հիմնականում հանրապետությունից այլ մարզերից արտագաղթածների թվով, այդ թվում է Շիրակի մարզից, այսօր Կոտայքի մարզը եւ Արմավիրի մարզը ավելի թվով շատ բնակիչներ ունեն, քան Շիրակի մարզը, այդ դեպքում, երբ որ 80-ական թվականներին Արմավիրի մարզը ունեցել է 178,000 Լավ, եթե ասենք հանրապետությունում գրեթե նույն իրավիճակն է կենսամակարդակի առումով չհաշված Երևանը, այդ դեպքում ինչ նպատակի է ծառայում, ասենք Շիրակից արտագաղթել Կոտայքի մարզ։ Որովհետև այսօր Երևանը խոշոր քաղաքային ագլոմերացիա է եւ հիմնականում շրջակա մարզերը, Արմավիրի մարզը, Արարատի մարզը, Կոտայքի մարզը սպասարկում են Երևան քաղաքին։ Հանրապետության ֆինանսական միջոցների արտադրական պոտենցիալի հզոր մասը 90%-ից ավելին կուտակված է Երևանում։ Բնականաբար Երևանում բնակություն հաստատել ավելի դժվար է, քան ասենք Կոտայքի մարզում, Արմավիրի մարզի գյուղական բնակավայրում, այնտեղ որտեղ համեմատաբար աշխատանք կա մյուս մարզերի հետ համատության մեջ դնելով։ Այսինքն այդ Երևան խոշոր քաղաքի արկայությունը պայմաններ է ստեղծում, որբիսի բնակչությունը կուտակվի միջուկի շուրջը։ Երևանը այսօրվա դրությամբ հանրապետության միջուկն է, յադրոն, այդպես ասած, հա, եւ բնականաբար ով մոտ է գտնվում այդ միջուկին, նրա կենսամակարդակը համեմատաբար ավելի բարձր է, քան ծայրամասերում։ Մյուս երկրներում նման իրավիճակ չէ, օրինակ ասենք խոշոր մեգապոլիսների շուրջ նման եթե վերցնենք Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Ֆրանսիայում, ոչ, այնտեղ համաչափ զարգացում է տեղի ունենում, ասենք Վաշինգտոնը իր տնտեսական հզորությամբ,
բնակչության թվականով բազմաթիվ անգամ զիջում են Նյու Յորքին։ Հիմա Հայաստանի տարբերակում որն է ավելի ճիշտ, այդ ասենք միջուկի շուրջը լայնացնել, հասնել մինչև Շիրակի մարզ կամ Մեղրի նման կերպ, թե ասենք դիվերսիֆիկացնել այդ կուտակումները, թե տնտեսական, թե բնակչության։ Նայած թե ասենք տվյալ իշխանությունը իր առջև ինչ խնդիր է դրել, ինչ ծրագիր է դրել։ Այսօրվա իշխանությունները ծրագիր են դրել իշխանը ռեսուրսները կենտրոնացնեն այնքան ավելի լավ, այսինքն իրենց համար, իրենց շահի համար լավ։ Վերահսկելի կտա։ Այո, դա ավելի շատ սոցիալական որևէ շերտի, թե սա աքսիոմա է, քաղաքական աքսիոմա է։ Իշխանությունը գտնվում է նրանց ձեռքին, ովքեր տիրապետում են հանրապետության ունեցվածքի մեծ մասը, այսինքն տնտեսությանը, սեփականությունը, ինչքան որ նրանք ունեն, իշխանությունը գտնվում է նրանց ձեռքին։ Դա ոչ միայն Հայաստանին է բնորոշ, դա ամբողջ աշխարհին է բնորոշ։ Այդ որ ասում են, ասենք քաղաքական եւ այլն, յուրաքանչյուր պետք թե Ամերիկայի Միացյալ Նահանգում, թե Ֆրանսիայում իշխանությունը միշտ գտնվել է մեծահարուստների ձեռքին։ Ռեալ իշխանությունը։ Ռեալ իշխանությունը։ Ուղղակի հարցը այստեղ այլ է, թե տվյալ իշխանությունը հասարակության զարգացումը ապահովելու համար եւ եկամուտը ապահովելու համար ինչ ուղիներ է նախընտրում։ Այսօրվա դրությամբ մեր իշխանությունները գտնում են, որ պետք է տեղի ունենա ռեսուրսների ուժեղ կենտրոնացում։ Իհարկե վաղը, որ իշխանությունը փոխվի կան այնպիսի իշխանություններ, որոնց իրենց առջև խնդիր տնեն, որ պիտի կենտրոնի զարգացումը ապահովեն ծայրամասերի զարգացումով, այդ դեպքում մենք տեսնենք արդեն հագարակ ընթացքը, ոնց որ այսօր մենք տեսնում ենք մի շատ տնտեսապես զարգացած երկրներին, այդ դեպքում բնակչության տեղաշարժ կլինի ավտոմատ դեպի ծայրամասեր։ Եթե ծայրամասերում, մարզերում, առանցքում բնակչության կենսամակարդակը բարձրանա, պայմաններ ստեղծվեն, բնականաբար արդեն Արարատի, Արմավիրի մարզից կարող է տեղի ունենալ արդեն ռեմիգրացիա, այսինքն նորից հետ վերադառնալ իրենց Շնորհակալություն։ Այժմ Գովազդ մեր եթերում, Գովազդից հետո շարունակենք, Գովազդ Արգելի հեռուստաեթերում։ Նոեմի ապրանքանիշը ներկայացնում է Օջար Նոեմի Հարմանի։ Քայլ առաջ դեպի ներդաշնակության քո աշխարհը։ Մեղրաբույր օջար մեղվակաթի բնական հավելումներով։ Ալպյան ծաղիկների, բուրմունքի եւ նեկտարի ներդաշնակ փունջ ամփոփված մեկ տուփի մեջ։ Նոեմի Հարմանի բրիտանական տեխնոլոգիայով ստացված անթերի որակ։ Այսուհետ գնելով Imprathei դուք կարող եք շահել բջջային հեռախոս, բլենդեր, փչվող լողավազան եւ ուշադրություն, ուղևորություն 2 անձի համար դեպի Impraի հայրենիք Շրի Լանկա։ Եվ այսպես, որակյալ թե եւ արժեքավոր շահումներ։ Մաղթում ենք հաջողություն։ Impra ավելին քան երբևէ։ Նոր թարմությամբ շնչող օճառ Նոեմի դասական։ Մնայուն բարձր որակ եւ թևածող հաճելի բուրմունք։ Համալիր խնամքի լավագույն տարբերակը նրբագեղ մաշկի համար։ Զգացեք թարմության շունչը եւ կենսական լիցքերի արդյունավետությունը։ Նոեմի դասական։ Արտադրված է Գյումրիում։ Բացարձակ արդյունք գնահատված է միջազգային փորձագետների կողմից։ Բրենդային օճառ Նոեմի արտադրված է Գյումրիում։ Շահումյան 137 հասցեում գործող ապակիների մասնագիտացված վաճառատունը իր գնորդին է ներկայանում աննախադեպ տեսականիով։ Թափանցիկ ու անթափանց ապակիներ ու հայելիներ ներկրված հանրահայտ ընկերություններից, ապակե երկշերտ ու եռաշերտ փաթեթներ, ինչպես նաև ապակե սեղանների, հեռուստացույցի տակդիրների, պահարանների պատրաստում եւ վաճառ, ուշադրություն, եզակի ծառայություն Շիրակի մարզում։ Այստեղ ուլտրամանուշակագույն լամպի միջոցով հնարավոր է ապակին կպցնել ցանկացած նյութի։
Գնահատեք եւ վայելեք լավագույնը։ Նոեմի ապրանքանիշը ներկայացնում է Նոեմի էքսկլյուզիվ եթերային թարմություն, սնուցող հատուկ միջոցների եւ ծիթապտղի յուղի համադրությամբ, նրբանկատ մոտեցում, խնամված մաշկի եւ արտաքին տեսքի առավելություն ընդգծելու համար, Նոեմի էքսկլյուզիվ, արտադրված է Գյումրիում։ Հարգելի հեռուստադիտողներ, շարունակում ենք զրույցը Արտաշես Բոյաջյանի հետ։ Պարոն Բոյաջյան, կա նաև բնակչության խտության առումով 1 քառակուսի կիլոմետրի վրա այսպիսի կարծիք, որ ինչքան խտությունը մեծ է, այդքան, չգիտեմ, պետությունը ավելի լավ է ապրում, այսինքն բնակչության խտությունով դատում են, թե կենսամակարդակը այդ մասում ավելի բարձր է։ Հիմա Հայաստանում ինչքան է կազմում 1 քառակուսի կիլոմետրի վրա այդ խտությունը եւ արդյոք դա նորմայի մեջ է, թե եթե իհարկե ընդհանրապես նորմա գոյություն ունի։ Ձեր ասածը ինչ որտեղ ճիշտ է, ինչ որտեղ ճիշտ չէ։ Հիմա հիմնավորեմ թե ինչի։ Տեսեք, ասենք տնտեսապես զարգացած երկրներում, հատկապես Եվրոպայում, այդտեղ բնակչությունը խիտ է եւ ինչ որտեղ խտությունով չէ պայմանավորված բարձր կենսամակարդակ։ Կա աշխարհի ամենախիտ բնակեցված կղզին, ասենք Ճավա կղզին, որտեղ քառակուսի կիլոմետրում 2000-ից ավել մարդ է ապրում։ Այդտեղ կենսամակարդակը այդ տեսության ով էր թեզը առաջ է քաշում, պիտի ուրեմն այնտեղ էլ կենսամակարդակը բարձր լիներ։ Կամ Բանգլադեշը, նույնպես ամենախիտ բնակեցված Բրահմապուտրա գետի դելտայի ափին են ապրում, ջրի վրա են ապրում, 1 քառակուսի կիլոմետրի վրա 2000-ից ավել մարդ է ապրում, աշխարհի խիտ բնակեցված պետությունն է, բայց այնտեղ ամենաաղքատ երկրներից մեկն է համարվում աշխարհի։ Այսինքն այդ տեսությունը այնքան էլ ճիշտ չէ, բայց ասենք Տոկիոյում, հենց քաղաքի մեջը 1 կիլոմետր քառակուսի վրա ապրում է 17000-ից ավել մարդ։ Եվ այնտեղ ապահովում են բարձր կենսամակարդակ։ Այստեղ ոչ թե բնակչության խտությունով է պայմանավորված լավ ապրելը, այլ պայմանավորված է տնտեսահարաբերությունների ձևով։ Այսինքն տնտեսական հարաբերություններում իրանք զարգացման որ ուղղությունն են ընտրել։ Հիմա Հայաստանի պարագայում ինչքան է այդ բնակչության խտությունը եւ արդյոք դա խոսում է դա ինչ որ բանի մասին, թե չէ։ Եթե վերցնենք պաշտոնական թվերը վերցնենք, ասենք խորհրդային տարիներին 80-ական թվականների տվյալներով Հայաստանի Հանրապետությունը բնակչության խտությամբ զիջում էր միայն Մոլդովայի Հանրապետությանը։ Ինչքան էր կազմում։ Մոլդովայում 130 մարդ էր, Հայաստանում 1 քառակուսի կիլոմետրի վրա բնակվում էր 128 մարդ։ Իսկ եթե վերցնենք քաղաքների առումով, տեսեք, Գյումրի քաղաքը 80-ական թվականների ընդհանուր տարածքը կազմել է 3600 հեկտար, կամ 36 կիլոմետր քառակուսի, դե բնական 230,000 մարդ է ապրել այդքան տարածքի վրա։ Այժմ իմ կարծիքով, իմ թվային տվյալներով քաղաքի բնակչության թիվը 70,000-ից չի անցնում, 70-80,000։ Տարածքը ընդհանուր քաղաքի 50 կիլոմետր քառակուսից ավել է։ Եվ ինձ համար հատկապես զարմանալի է այն փաստը, որ ասենք ինչ պիտի այդում գլխում պիտի այդպիսի մի հատ հանճարեղ միտք ծագեր, որ քաղաքի մենք գիտենք մեջը ինչքան ազատ տերիտորիաներ կան, որոնք կառուցապատման տակ չեն, բաց դաշտեր են, եւ գիտե տեսնում ենք ինչպիսի հակասանիտարական միջավայր է այնտեղ ձևավորվել, եւ քաղաքը տանեն հասցնեն կառուցեն, ասենք մուշտաղամաս դաշտի մեջտեղը, երբ որ անընդհատ քամիները կան, հատկապես այդ լեռնահորտային քամիները, եւ չհաշված, ասենք 4 բոլորը եթե դաշտ է, չէ, քամին փչում այդ հողը թոս անընդհատ, այսինքն առողջական հետ է կապված խնդիր կա, տարածքը արդյունավետ չի օգտագործվում։ Հիմա միգուցե հաշվարկվել է այն իմաստով, որ քաղաքի բնակչությունը պետք է շատանա այդ ծավալների եւ հետեւաբար մեծ տարածքներ է պետք։ Եթե վերցնենք 88 թվականի երկրաշարժից հետո դա ինչ որտեղ հասկանալի էր միութենական ընդհանուր միություններ, սովետական միություններ, բնակչության թիվը այն ժամանակ նախատեսվել էր քաղաքի բնակչության թիվը ավելացնել, հասցնել մինչև 400,000, դա ես կընդունեմ կհասկանամ։ Բայց եթե արդեն 21-րդ դարի սկիզբն ենք, անկախ պետություն ենք եւ տեսնում ենք, որ բնակչությունը արտագաղթում է եւ այդքան բանից հետո
քաղաքը շենքերը տանել, հասցնել եւ այնտեղ կառուցել։ Ինձ թվում է, որ դա մեծ սխալ է, այդ կարող եմ ասել։ Իսկ քանի գնում մեր քաղաքում 1 հեկտարի վրա բնակչության խտությունը անընդհատ սկսում է նոսրանալ։ Հատկապես նաև սխալ է, որ գլխավոր փողոցների վրա 2 հարկանի այդ շինությունները կառուցել։ Հիմա նաև կարևոր հանգամանք է, ասենք բնակչության կենսամակարդակի առումով հանրապետության ուրբանիզացիայի մակարդակը։ Մեր մոտ անկում է ապրել թե ուրբանիզացիան Շիրակի մարզում։ Առաջինը Շիրակի մարզում, հետո Նոր Հայաստանում։ Մեր Շիրակի մարզում անկումը շատ մեծ է, ահավոր մեծ։ Այսինքն գնում են դեպի գյուղերը արդեն։ Ոչ թե գնում են դեպի գյուղերը, այլ քաղաքային բնակչության թվի նվազման տեմպերը գերազանցում են գյուղականին։ Դա էլ պայմանավորված է նրանով, որ գյուղական բնակչությունը շատ թե քիչ աշխատանք ունի, էքստենսիվ գյուղատնտեսություն է զարգացած, այսինքն ավելի շատ քան քաղաքային բնակավայրերը, որտեղ արդյունաբերական ձեռնարկություններ չկան։ Դրա ասածս հիմնավորելու համար 80-ական թվականներին նորից ինչ եմ ես այդ թիվը վերցնում, բերում, որովհետև համեմատենք եւ տեսնենք տարբերությունը։ Շիրակի մարզը ունեցել է 360,000 բնակիչ, որից 260,000-ը, այսինքն 76%-ը։ Համացան համար ասեմ, որ այսօր Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքային բնակչության թիվը 76%-ից բարձր է։ Նույն մակարդակին է, այսինքն մեր մարզը ունեցել է ուրբանիզացման շատ բարձր մակարդակ։ Վերջին 15-20 տարիների ընթացքում արդեն քաղաքային բնակչության թվի տեսակարար կշիռը նվազելով հասել է 61%-ի։ Այսինքն չեն հեռանում գյուղեր, ուղղակի հեռանում քաղաքից են, քաղաքից արտագաղթի տեմպերը միջպետական միգրացիա։ Այո, իհարկե այստեղ որոշակի իր դերն է ունեցել նաև 80 թվականի ազատից զոհվածների թիվը 17%, բայց հիմնականում քաղաքային բնակչության, հատկապես Գյումրի քաղաքից արտագաղթն է։ Տեսեք, Արտիկ քաղաքը 80-ական թվականներին ունեցել է 24, սա պաշտոնական տվյալներն է, 24000 բնակիչ, բայց այժմ 17-18 չի անցնում պաշտոնական տվյալներով, բայց ինձ թվում է, որ այնտեղ մի 10-12 բնակիչ չի ունենա Արտիկ քաղաքը։ Հայաստանում նույնպես տեղի ունեցել անկում ուրբանիզացման մակարդակի։ Խորհրդային տարիներին 80-ական թվականներին եղել է Երևանի, ասենք, բնակչության թվականակի հանդերձ, նույնիսկ Երևան քաղաքի բնակչության թվի աճով պայմանավորված, ուրեմն խորհրդային տարիներին այդ վերջին 80-ական թվականներին եղել է ուրբանիզացման մակարդակը 68%, որը միության մասշտաբով ամենաբարձր, Անդրկովկասում ամենաբարձր ուրբանիզացման մակարդակը մենք ենք ունեցել։ Համացան համար նշեմ, որ Ադրբեջանում նույն ցուցանիշը 59-60% է կազմել, Վրաստանում եղել է 58, նույնպես 60%, այսինքն մեր հանրապետությունում ուրբանիզացման մակարդակը ավելի բարձր է եղել։ Հիմա նվազել է եւ հասել է 65-66%։ Հիմա եթե հաշվի առնենք, ասենք խորհրդային միության կառուցվածքային յուրահատկությունները, տնտեսական ենթակառուցվածքների յուրահատկությունները, որ ասենք անկախությունից հետո բնականաբար նույն ենթակառուցվածքներով շարունակել հնարավոր չէր, պետք է տեղի ունենալ ինչ-որ փոփոխություն, չգիտեմ, ասենք այստեղ մեծ գործարաններ են, որոնց շահագործումը, ասենք, փակ սահմանների կամ հումքի շուկաների բացակայության պատճառով գործարկելը մի քիչ ավելի դժվար կլիներ եւ այլն եւ այլն։ Հիմա այդ անկումը, որը տեղի ունեցել անկախության շրջանում, դա կտրուկ կորի տեսքով է արտահայտվում, թե համաչափ անկման տեսք է ընդունում։ Այսինքն կտրուկ 88 թվականից կամ 91 թվականից խորհրդային միության փլուզումից հետո անկում է ապրել, թե աստիճանաբար է դա տեղի ունեցել։ Դա հիմնական անկումը, հատկապես տնտեսության մեջ զբաղվածների թվի հիմնական անկումը տեղի ունեցել 96 թվականից հետո, երբ որ սկսվեց ինտենսիվ սեփականաշնորհում։ Մինչև 96 թվականը հանրապետությունում ինտենսիվ սեփականաշնորհում չի եղել։ 97 թվականից հետո է սկսվել ինտենսիվ սեփականաշնորհումը։ Արդեն տեսեք, տնտեսության մեջ մեր քաղաքի օրինակով բերեմ։ 87 թվականին Գյումրի քաղաքը տնտեսության մեջ զբաղվածների թիվը եղել է 45000։ 92 թվականին պաշտոնական տվյալներով քաղաքում արդյունաբերական ձեռնարկություններում աշխատողների թիվը եղել է 22000։ 5 տարի անց 97 թվականին, 98 թվականին այդ ցուցանիշը նվազել հասել է 2-3000-ի։ Նսկական անկում։ Այո։ Այսինքն այն ժամանակ սկզբնական շրջանում սեփականաշնորհման գործընթացում սեփականաշնորհում են փոքր խանութները, փոքր արտադրական ձեռնարկությունները, ոչ խոշոր արդյունաբերական ձեռնարկությունները։ 96
այդ վաուչերները մենք գիտենք, սերտիֆիկատները, որ բաժանում են։ Դրանից հետո նոր, այսինքն ինչ տեղի ունեցավ, սկզբնական շրջանում այս ժամկներով ժողովրդի ձեռքից հավաքեցին այդ սերտիֆիկատները, հետո իրանք սկսեցին խոշոր ձեռնարկություններ գնել։ Առավել խոշոր ձեռնարկությունները բնականը մենք գիտենք ով գնեց, ռուսական կազմակերպությունները գնեցին։ Բայց հիմնական արդյունաբերական ձեռնարկություններու սեփականաշնորհումը ինտենսիվ եւ արդյունաբերական ձեռնարկություններում աշխատողների թվի շեշտակի անկում սկսվել է մեր հանրապետությունում 96-97 թվականներից սկսված եւ որը շարունակվում է մինչեւ օրս։ Նույնիսկ այն պատերազմական տարիներին ճիշտ է մարդիկ չէին աշխատում, բայց մարդկանց աշխատանքից չէին ազատում։ Այսինքն իրենք հարգադիր, այսպես ասած, պարաբուրտի մեջ էին գտնվում։ Բուտաֆորիկ հույս ունենալով, որ վիճակը կլավանա, նորից նրանք կսկսեն աշխատել։ Շնորհակալություն հյուրընկալվելու համար, մեր ժամանակը արդեն սպառված է։ Հարգելի ռուսադիտողներ, հիշեցնեմ, որ այսօր մենք հյուրընկալել էինք Էթնո աշխարհագրագետ Արտաշես Բոյաջյանին։ Ստեսություն եւ ամեն բան։